ընկերական մասով, ինչպես ասում են, դրուժբա, սլուժբա։ Փաշինյանն էլի է պնդում, ջերմ ու ընկերական հարաբերություններ ունի Պուտինի հետ, բայց դա ըստ նրա չի նշանակում, որ Հայաստանից ռուսական շուկա արտահանվող ծաղիկները չպետք է ստուգվեն, եղած խնդիրների վրա էլ պետք է աչք փակվի։ Այսինքն, եթե հարաբերությունները ընկերական են, այդ նշանակում է ոչ ԵԱՏՄ ապրանքը պետք է ԵԱՏՄ ապրանքի տակ կամ այդ նշանակում ստանդարտին չհամապատասխանող ապրանքները պետք է ասենք դե քանի որ ընկերական հարաբերություններն եկեք բոլոր կարգավորումներից դուրս գանք։ Ռոսելխոզնաձորը 3 պաշտոնական նամակով դիմել է Սննդի անվտանգության տեսչական մարմնին եւ տեղեկացրել, որ Հայաստանից արտահանվող ծաղիկների ստուգման պայմանավորված դրանց ներմուծումը ժամանակավորապես դադարեցվել է։ Մոսկվայից անգամ պատվիրակություն է եկել այստեղ արտահանվող ապրանքների ստուգումներ իրականացնելու։ Փաշինյանը պնդում է, որ դա պայմանավորված չէ հարաբերություններում առկա լարվածությամբ։ Նման հարցեր անընդհատ են կրկնվում բոլոր երկրների հետ կապված։ Եվ հետևաբար, այսինքն հարց է ծագում, այսքան վարդ է ներմուծվում Ռուսաստան, ինչքանով է իրոք այդ վարդերը արտադրվում Հայաստանում։ Մինչ Փաշինյանը մայիսի 29-ին պատճառաբանելով քարոզարշավը չի մեկնելու Աստանա ԵԱՏՄ գագաթնաժողովին մասնակցելու, Պուտինը պատրաստվում է Հայաստանի կարգավիճակի հարցը դնել քննարկման։ Ավելի վաղ էլ Ռուսաստանի նախագահը կոչ էր արել Փաշինյանին վերջնական կողմնորոշվել մնում է Հայաստանը ԵԱՏՄ-ում, թե դուրս գալիս Եվրամիություն գնալու համար։ Որքան էլ Փաշինյանը հավաստիացրեց, որ նման ընտրություն անելու հարց հիմա չկա օրակարգում, Մոսկվայի մտահոգությունները չեն փարատվում։ Ինչի վկայությունը հենց Հայաստանի կարգավիճակի հարցի սպասվող քննարկումն է ԵԱՏՄ գագաթնաժողովում եւ Մոսկվայից չդադարող կոշտ հայտարարությունները։ Նման հարց սակայն չի կարող լինել օրակարգում, պնդում է Փաշինյանը, քանի որ ըստ նրա միայն ինքը կարող է նման հարց բարձրացնել, եթե Հայաստանը հանկարծ մի օր որոշի դուրս գալ ԵԱՏՄ-ից։ Բայց դենց ցանկացած հարց կարող են քննարկել եւ ենթադրում եմ մեր գործընկերների մոտ կարող են հարցեր ծագել եւ մենք բոլոր հարցերին համբերատար կպատասխանենք։ Մինչ Փաշինյանը պնդում է, թե ընկերական հարաբերություններ ունի Պուտինի հետ, նրա հասցեին բավական կոշտ բառապաշարով քննադատական հայտարարություն է անում Ռուսաստանի Պետդումայի նախագահը։ Հայաստանի վարչապետը ոչ բարեկամական քաղաքականություն է վարում Ռուսաստանի հանդեպ, ցինիկաբար օգտվելով բոլոր այն հնարավորություններից եւ օգուտներից, որոնք մեր երկիրն է տրամադրում Հայաստանին, իսկ ԵԱՏՄ-ում շարունակում է մնալ զուտ ֆինանսական շահից ելնելով, քանի որ Փաշինյանը քաղաքական որոշումներն արդեն կայացրել է Ռուսաստանի հանդեպ թշնամաբար տրամադրված երկրների հետ մերձենալու օգտին։ Վոլոդինը, ինչպես շաբաթներ առաջ Պուտինը կրկին Ուկրաինայի հետ է համեմատում Հայաստանը, ասում է այս ամենն արդեն մեկ անգամ տեսել են Ուկրաինայում եւ չեն պատրաստվում աչք փակել Հայաստանում կատարվողի վրա։ Մենք Հայաստանին գազ ենք մատակարարում գրեթե 4 անգամ ավելի էժան ի վնաս մեզ, այս դժվարին պայմաններում աջակցելով Հայաստանի տնտեսությանը եւ նրա քաղաքացիներին։ Եվ ինչ ենք ստանում դրա դիմաց, Փաշինյանի ստորությունն ու անազնիվ քայլերը, այսպես չի կարող շարունակվել այլևս։ Առաջին անգամը չէ, որ Մոսկվայից ակնարկում են գազի գինը թանկացնելու ռիսկի մասին, եթե Երևանը հետ քայլ չանի։ Փաշինյանը սակայն համոզված է, Ռուսաստանը նման քայլի չի գնա։ Հստակ ռազմավարական պայմանավորվածությունների ենք եկել եւ այդ պայմանավորվածությունները պետք է պահվեն։ Ռուսաստանը Հայաստանից ծաղիկների ներմուծումն արգելելով չի սահմանափակվի, համոզված է Սամվել Կարապետյանը։ Մոսկվայից ասում է ամեն օր են զգուշացումները գալիս եւ եթե այսպես շարունակվի, անգամ ամենաֆանտաստիկ թվացող հետևանքները կլինեն, բառի ամենավատ իմաստով։ Եթե իրենք չեն հասկանում, որ դա զգուշացում է, ես կոնկրետ կարող եմ ասել, դա զգուշացումներ է։ Իմ կարծիքով դա շարունակական է լինելու, մինչև սրանք հասկանան, մինչև Նիկոլ Փաշինյան Ալիևի արևով չերթվի, որ մենք ձեզ հետ ենք, որ ես ձեր թեկուզ վատ, բայց գործակալն եմ։ Սամվել Կարապետյանն անհեթեթություն է համարում իշխանության պնդումները, թե իրեն իբրև Մոսկվայից են ուղարկել Հայաստան եւ վստահեցնում է. նման բան չկա։ Չկա այն մարդը եւ չկա այն ուժը, որին ստիպի անել այն, ինչ ես չեմ ցանկանում։ Ռուսաստանում իր հետ որևէ մեկը որևէ խոսակցություն չի ունեցել իր Հայաստան գալու եւ քաղաքականություն մտնելու մասին, ասում է Կարապետյանն ու կրկնում. Փաշինյանն է իր քայլերով ստիպել իրեն մտնել այս պայքարի մեջ։ Երևի խոսակցություն որ լիներ, Փաշինյանը ռիսկ չէր անից 7 ամիս պայել ԱԱՑ-ի պատվալում, ամենածանր պայմաններում։ Չկա նաև որևէ բիզնես հանում, որի ինքը պատրաստ է Հայաստանի շահերը վտանգի տակ դնել, հավաստիացնում է Կարապետյանն ու պնդում. Ռուսաստանում ունեցած բիզնեսները կորցնելուց էլ չի վախենում։ Իրենք ինչ կարող են անել։ Մի քանի ընկերություն խլեն, ու խլեցին, Փաշինյանն էլ
փորձեր է անում ինչ-որ բան խլի։ Խլեց, հետո գցեց ոտքին։ Նրանք էլ գցեն իրանց ոտքին, ոչ մի բանով չի տարբերվելու։ Ես վստահ եմ, որ դա չի լինելու, բայց եթե եղավ, ուրեմն եղավ։ Ինչ անենք, եթե ես որոշել եմ արդեն կյանքս նվիրեմ մեր երկրի զարգացմանը, դա լինելու է գլխավոր նպատակ։ Ոչ մի բան չի խանգարելու սրան։ Ավելին Կարապետյանը կասկածներ ունի, որ գուցե Փաշինյանն է հենց գործակալ։ Իմ կասկածները կան, որ Փաշինյանը իրենց անիմաստ գործակալն է, միգուցե, բայց ես դրանից տեղյակ չեմ։ Ես ենթադրում եմ, տարբեր հարցերի շուրջ ունեմ ենթադրություններ, որ իր քայլերը միգուցե ՖՍԲ-ի գործակալ չի, Ադրբեջանի ծառայությունների գործակալը, միգուցե Ֆիդանի գործակալն է, ես չգիտեմ։ Բայց ինքը մեր հայրենիքի հանդեպ ինչ անում է, դա նորմալ մարդու քայլեր չեն։